Հաջորդը Գևորգ Հակոբյան։ Ես վաղ եկող եկամնեի, բայց եթե դարաների, ուրեմն հայբաց իրավաբանական բլոգ։ Օգտվելով իմ 20 վայրկյանից ուզում նախ մի հատ հարցնել, ով է երբևէ հետաքրքրվել իրավաբանությամբ ձեր բարձրացնել։ Էլի լավ, որ այսքան մարդ կա, որովհետև իրավաբանությամբ սովորաբար չեն հետաքրքրվում, որովհետև իրավաբանությունը վախեցնում եւ ոչ հասանելի, ոչ մասնագետների համար, եւ նույնիսկ մասնագետները շատ լեզու են հրաժարվում են։ Հայբաց իրավաբանական բլոգը հիմնադրվել է 2010 թվականի կեսերին, այսինքն այս տարվա կեսերին, իր նույնով միակն է Հայաստանում եւ Հայաստանում իր միակությամբ միակն է ողջ աշխարհում։ Արդեն շուտ 32 վերնագիր նյութ է հրապարակել, ստացել է շուտ 200 մեկնաբանություն եւ այլ շատ հաջողությունների է։ Խոսեի խնդիրների մասին, որոնցից ստուգելով, որոնցից առաջացավ այս գաղափարը։ Խնդիրն է, կարելի է արդյոք զենք իրարել անկին նկատմամբ ձերբակալության ժամանակ երկրորդ դիմելը փախուստի։ Կամ ինչու է արգելված մայրական կազմափոխարինիչների գովազդը։ Եթե դες հետաքրքրում է այս հարցերի պատասխանները, ապա կարող եք ինձ վերջի 2 րոպեի ընթացքում հարցնել կամ մեր բլոգի մայթել եւ կարդալ համապատասխան նյութը։ Խնդիրը վերաբերում է բովանդակություններին։ Օգտագործողները լինում են երկու տեսակի՝ իրավաբաններ եւ ոչ իրավաբաններ։ Հիմա մենք կհասկանանք, թե ինչ է լինում, երբ որոնում են կատարում ինտերնետում իրավաբանները եւ ոչ իրավաբանները։ Առաջինը, ինչ է լինում, երբ որոնում են ոչ իրավաբանները, այսինքն այնպիսի մարդիկ, ինչպիսիք դուք եք եւ որոնք սովորաբար հետաքրքրված չեն իրավաբանության մեջ, բայց մի օր որոշել են ինչ-որ իրավաբանական նյութ գտնել։ Գնացինք առաջ։ Նրանք մուտքագրում են Google-ում իրենց որոնած բառը եւ ոչինչ չեն գտնում։ Կամ եթե ծայրահեղ դեպքում ինչ-որ բան գտնում են եւ ուրախանում են, ապա դա նրանց համար չինարան է, որովհետեւ ոչինչ չեն հասկանում։ Սա բովանդակային խնդիր է, որը նշանակում է, որ նյութը, որը առկա է, օգտագործողին չի հասնում որևէ ձև, իսկ դա նշանակում է, որ մասնագիտական բովանդակության եւ մարդկանց իրավունքներին վերաբերող նյութը այդ մարդկանց չի հասնում։ Երկրորդ տարբերակը, ինչ է լինում, երբ որոնում են իրավաբանները, այսինքն մասնագետները։ Մասնագետների դեպքում մի քիչ տրամաբանությունը այլ է ստացվում, չնայած նմանությունները նույնպես կան։ Մասնագետները երբ որոնում են Google-ում, նրանք նորից ոչինչ չեն գտնում կամ գտնում են հետքի լրատվական վերլուծությունները, որոնք իրավաբանության հետ սովորաբար կապ չունեն, կամ մեկ այլ լրատվական հայտի, կամ գտնում են մի բան, նորից շատ ուրախանում են, հետո ջղայնանում են, որովհետև այդ նյութը կամ էլի գրված է ոչ մատչելի լեզվով, կամ շաբաթանց երկար ընթերցանության համար։ Եթե չեմ գտնում այն, ինչ փնտրում եմ, ուրեմն այն չի տեղադրվել ինտերնետում։ Սա այն խնդիրն է, որին մենք եզրահանգում ենք այսպիսի վերլուծություն կատարելով։ Եվ երկրորդը, ինչից սրանից որը բխում է, ես ունեմ նյութ եւ այն մատուցելու կարիք ինչ անեմ։ Ինտերնետը մասնագիտական շատ բնագավառների համար այս աղյուսակ ունի, այսինքն կան մարդիկ, որոնք նյութ ունեն եւ կան մարդիկ, որոնք փնտրում են այդ նյութը, սակայն նրանց կապող ոչինչ չկա այն կայքը կամ կազմակերպությունը կամ միջավայրը, որը հնարավորություն ունի կապել փնտրում էին։ Վիկիպեդիան տարբերակ չի, որովհետեւ Վիկիպեդիան տալիս է ընդհանրական նյութ, չափազանց մեծ է եւ հայերեն տարբերակը նրա քիչ է։ Դրա համար Վիկիպեդիային ասում ենք, որ ինքն ասել ոչ եւ նոր բան կերտել։ 20 վայրկյանները շատ դանդաղ են անցնում։ Tumblr-ը միկրոբլոգինգի տարատեսակ է, այսինքն երբ որ ամեն ինչ կատարվում է, ամեն ինչ հրապարակվում է կարճ համարով, երբեմն բաղկացած է զուտ մեկ արտահայտությունից, մեկ նկարից, մեկ վիդեոից։ Սակայն այն ինչ մենք ենք առաջարկում, դա մասնագիտական Tumblr-ն է, մասնագիտացված Tumblr-ն է, որը հնարավորություն է տալիս օգտագործողին մատուցել նյութ, կարճ, սերմ, հակիրճ եւ որակյալ, ինչի արդյունքում ձերպես իրավունքով չհետաքրքրված մարդիկ ավելի են հետաքրքրվում իրավունքով։ Կարճ, մատչելի, պրակտիկ եւ իհարկե հայերեն։ Հայբաց իրավաբանական բլոգը ստեղծվել է հայերի համար, հայ ընթերցողի համար, որովհետեւ արտասահմանյան գրականություն, արտասահմանյան կայքեր, արտասահմանյան նախադեպերի կայքեր, արտասահմանյան նախադեպեր ամեն ինչ կա, բայց հայերենով չկա այդ ամեն ինչը։ Այժմ մենք փորձենք հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունենում։ Ամբողջը կատարվել են այս ձեռքերով, ուրեմն
Ընդհանրապես որևէ կոպեկ չի ծախսվել, free hosting-ի, free domain-ի և ինքնուրույն web design անելու հիման վրա։ Ես ինքս իրավաբան եմ, բայց հոբիի տեսանկյունից այնքան հետաքրքիր էր, որ ես web design արեցի, դա առաջի դիզայներ, հետո երկրորդ, հետո երրորդին անցա։ Ինչպիսի արդյունքների հասան։ Սովորաբար երբ խոսում են իրավաբանությունից, ասում են, որ երկիրը երկիր չի, ու դրա փոխարեն հիմա մեր բլոգում ավելի հետաքրքրվելով իրավունք ուսումնասիրելով, կարելի է ավելի լուրջ մոտենալ ցանկացած իրավական, ցանկացած հարաբերությունում եւ ասել, որ իրավաբանական որակավորում տան եւ հասկանալ իրավունքները։ Մյուս կողմից մենք արդեն կարողանում ենք կապել նրան, ով ունի, նրան, ով փնտրում է։ Մասնավորապես մենք կարողացանք կապել օրինակ ամերիկյան համալսարանի փոխդեկանին իր հայ փաստաբանների հետ եւ նա առաջարկեց ամերիկյան եւ փաստաբանական մեթոդ իր հոդվածի միջոցով։ Մյուս արդյունքը մենք կարողանում ենք ստանալ կարծիքներ ինչպես իրավաբաններից, այնպես էլ ոչ իրավաբաններից։ Քննարկումներ են իրավաբանական հարցերի շուրջ, նորություններ են տրամադրում, իրավաբանական թարմացումներ, իրավաբանական փոփոխություններ ենք արտադրում, կարողանում ենք կատարել որոշակի կանխատեսումներ քննարկումների ժամանակ նույնիսկ, թե օրինակ համալսարան դատարանը ինչ եզրակացություն կանի, եւ այլն եւ այլն։ Մեր կայքը ստեղծվել է tumblr.iblogger.org հասցեով, սուբդոմեյնի հիման վրա, որն անվճար էր, tumblr եւ low բարերից։ Այժմ մենք գնել ենք domain Armenian Legal Info, որը արդեն տեղափոխվել, որի վրա արդեն տեղափոխվել ենք եւ 2 օրից կարող եք արդեն մեր բլոգին ծանոթանալ։ Այդ հասցեով շնորհակալություն ուշադրության համար, մեծ հաճույքով բացկան ձեր հարցերին։ Պապստի տեղ չկա է։ Հարցեր կան։ Հարցեր։ Իսկ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ զուտ քննարկում չենք ունեցել, դեռ մեծ հաճույքով կունենանք, եթե առաջարկ լինի, այն բաց իրավաբանական բլոգերի ծառայում է իրավաբաններին միացնելուն եւ նրանց ձայնը մեկը մյուսին փոխանցելը եւ աուդիտորիան փոխանցելուն։ Տեսական քննարկումներ իրականացրել ենք, մասնավորապես ես էի հոդված գրել իրավական ակտերի առաջնայնության վերաբերյալ, որը բավական ավելի շատ տեսական է, քան պրակտիկ։ Այդքան է։ Քննարկում եք ինչի Հայաստանում պրիսիաժնիների հարց չկա։ Մեր իրավաբաններից մեկը առաջարկել էր այդ քննարկելը, ճիշտն ասած ծրագրում դեռ կա, ուղղակի նյութը մի քիչ պատրաստ չի, որպեսզի դնենք քննարկման։ Էլ հարցեր։ Իսկ սա ոչ օրենքի գործում է, օրենքներն են քննարկում, թե ասենք օրենքների կերպարը։ Մենք մի քանի շարք իրականացրեցինք, որոնցից մեկն էլ նվիրված էր օրենքների վերլուծությանը, այսինքն ինչի առաջարկություններ կան օրենքների վերլուծությունները, կան թե օրինակ իմ հարցը եմ, թե ինչի արգելված մայրական կաթի գովազդը, շատ բարձր տրամաբանություն ունի, որովհետև պետությունը փորձում է իր քաղաքականությամբ շահագրգռել մայրերին, որ իրենք կրծքով կաթան, ոչ թե մայրական կաթի միջից։ Դրա համար գովազդն արգելել է։ Այսինքն մենք փորձել ենք որոշ օրենքներ բացատրել հասարակությանը, որպեսզի նրանք հասկանան ինչի համար են այդ օրենքները։ Փորձել ենք նախադեպեր բացատրել, դրա մեր բրիֆ շարքերն է, հիմնականում Սահմանադրական դատարանի նախադեպերն են եւ Մարտիրոսյանի Եվրոպական դատարանի նախադեպերը, համառոտ ներկայացրած իրավական սերմ խնդրի եւ հարց-պատասխանի շրջանակներում, որոնք էլի եւ մասնագետին եւ ոչ մասնագետին հնարավորություն են տալիս բարձ հասկանալ, որ ինչի համար է։ Մեր հարցեր Ինչքանով է հետաքրքրված մեր հասարակությունը իրացարները։ Մեր հասարակությունը պատկերացրեք բավական մեծ հետաքրքրություն ցուցաբերեց սրա վերաբերյալ, որովհետև մենք ունենում ենք օրական երբ նոր նյութ չենք թարմացնում մինչև 30 այցելու, 30-ից 32 այցելու, իսկ այն օրը, որ նյութ ենք հրապարակում, դա կրկնապատկում է մի բանը դարձնում արդ։ Դա նշանակում է, որ մեր հասարակությունը բավական հետաքրքրված է իրավաբանությամբ ու չինարեն չի համարում իրավունքը։ Եղավ, ժամանակը սպառվեց։